Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ես ուզում եմ կարճ անդրադառնալ սեպտեմբեր ամսին տեղի ունեցած մի քանի իրադարձություններին եւ հետո սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Գիտեք, որ մի քանի տասնամյակ սեպտեմբեր ամիսը մեզ համար եղել է հաղթանակների, հաջողության, անկախության կերտման ժամանակահատված։ Սեպտեմբեր 2-ը եղել է Արցախի անկախության հռչակման օրը, սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության օրն է, սակայն վերջին 5 տարիների ընթացքում մեր հայկական իրականության մեջ այս հաջողության, հաղթանակների, անկախության այս ժամանակահատվածը խորհրդանշական առումով որոշակիորեն վերափոխվեց սգի, կորուստների, պարտությունների ժամանակահատվածի։ Մեր պատմության մեջ փաստացի մտան օրեր, որոնք մեր ժողովրդի համար, այս ժողովրդի համար ամրագրվեցին որպես ողբերգության ժամանակահատված։ Սեպտեմբերի 2-ը, որ 3 տասնամյակ նշում ենք որպես անկախության հռչակման օր Արցախի հանձնումից հետո բնականաբար լրիվ այլ գույներ առավ։ Սեպտեմբերի 13-ից 14-ը 3 տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակահատվածներ, երբ որ Հայաստանը ոչ միայն 224 կորուստ ունեցավ մարդկային, այլ նաև տարածքային լուրջ կորուստներ գրանցեց Սյունիքի, Վայոց-Ձորի եւ Եղարքունիքի մարզերի ուղղություններով Ադրբեջանի զիջելով մարտավարական եւ ռազմավարական բարձունքներ։ Սեպտեմբերի 19-ը դա 23 թվականի Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի եւ Արցախի օկուպացման ժամանակահատվածն է, որը ցավոք մտավ մեր պատմության ողբերգական էջեր։ Այս համատեքստում ես ուզում եմ նաև ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի հարցի ուղղությամբ, որը ինքը շատ կարևոր եմ համարում։ Այս տարի կարծում դուք էլ եք նկատել, որ որևէ պաշտոնական պատվիրակություն չայցելեցին Եռաբլուր, հարգանքի տուրք չմատուցվեց մեր հայրենիքի պաշտպանների հիշատակին, սա որքանով է առանձնահատուկ եւ նաեւ քննարկման առարկա, որովհետեւ սա ոչ միայն բարոյականության խնդիր է եւ այն նվազագույնը, որ կարելի է հարգանքի տուրք մատուցելով այդ մարդկանց հիշատակը հավերժացնել, այլ նաեւ այն տեսանկյունից, որ այսպիսի իրադարձությունները բավականին ծանր հետևանքներ ունենում հասարակության եւ առաջին հերթին զինված ուժերի բարոյհոգեբանական վիճակի վրա։ Այն մարդիկ, ովքեր նույնիսկ նվազագույն մասով ճանաչում են զինված ուժերը, նրա զարգացումը եւ իրապետում են զարգերակին, գիտեն թե նմանատիպ իրավիճակները ինչպիսի ազդեցություն եւ բարոյհոգեբանական հարվածներ են հասցնում երկրի զինված ուժերին։ Եվ այն մարդիկ, ովքեր փորձում են անընդհատ խոսել զինված ուժերի բարեփոխումների մասին, մարտունակության բարձրացման մասին, որևէ մարտունակություն, որևէ զարգացում չի կարող ունենալ մի բանակ, որտեղ պետական մակարդակով հանարգում են այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց կյանքն են տվել այս երկրի պաշտպանության համար, եւ ես այս թեմայով վերջին շրջանում մի քիչ շատ եմ խոսում, որտեղ ոչ միայն գիտակցում եմ այս իրավիճակի ծանր հետևանքները մեր զինված ուժերի վրա, այլ նաև գիտակցում եմ, որ այդպիսի պայմաններում զինված ուժերը որպես 5-րդական կառույց հայտարարելով, զինված ուժերի դերը նվազեցնելով, զինված ուժերի տարբեր օղակներին անընդհատ հարվածներ հասցնելով, զինված ուժեր զարգացնելու, մարտունակության խնդիրներ լուծելու որևէ հնարավորություն չի լինելու։ Շնորհակալություն։ Ֆակտոր Պարոն Աբրահամյան, ինչ փուլում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գործընթացը, արդյոք լսումներից հետո էական առաջընթաց կա թե ոչ։ Լսումների գործընթացից հետո աշխատանքներ իրականացվել են, ես ինքս հանդիպում եմ ունեցել Հայաստան խմբակցության իմ գործընկերների եւ մասնավորապես Իշխան Սաղաթելյանի հետ, որոշակի արդյունավետ զրույց ենք ունեցել իրավիճակի եւ իրավիճակի մեր պատկերացումների հետ կապված, մեր խմբակցության ղեկավարը
Հայկ Մամիջյանը գործողման մեջ է եղել շաբաթվա ընթացքում կան որոշակի հանդիպումներ նաև որոնք իր մասնակցությամբ են պայմանավորված առաջիկայում երբ որ սրա մասին լրացուցիչ ասելիք կլինի մենք դրա մասին մամուլին կփոխանցենք Կներեք, իսկ հպականները 7-8 հոգին, որոնք ըստ Մարգարիտ Եսայանի չեն ուզում այլևս Նիկոլ Փաշինյանի ստրկատիրական այդ բարքերի ներքո ապրեն, նրանք իսկապես իրենց վերջնական անվերապահ աջակցությունն են հայտնել ձեր շարժմանը։ Մենք նաև, եթե չեմ սխալվում, մենք միասին առիթ ունեցել ենք այս թեմայով զրուցելու, նկատի ունեմ հրապարակային զրույց ենք ունեցել, հարցազրույց ենք ունեցել։ Ես ասել եմ որոշակի սկզբունքներ եւ մոտեցումներ, որոնք դրված են այս աշխատանքի հիմքում եւ ասել եմ, որ կան բաներ, որոնց հանրայնացումը կոնկրետ իրավիճակից է բխում եւ խնդրում եմ այս պահին գոնե սահմանափակվենք դրանով։ Ես արդեն իսկ մեկնաբանեցի, կարծում եմ այս մասով այլ ասելիք այլևս չկա։ Դեռևս այս պահին։ Ազատություն։ Պարոն Աբրահամյան, լսել եք, թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից եւ հետագայում նաեւ ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ Ալիևը պետք է պարզաբանի եւ նաեւ քարտեզի վրա ցույց տա, թե նա ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցքը ասելուց եւ միջև կլսենք մենք Ալիևի բացատրությունը արդեն խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանն ասաց, որ ինքը եկել է այն համոզմանը, որ Ալիևը նկատի ունի Հորադիս Զանգելան ճանապարհը եւ նա այսպիսի բացատրություն տվեց, որ Հորադիս Զանգելան ավելի երկար է, դրա համար Ալիևը օգտագործում է Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Ինչպես է սա գնահատում այս բացատրությունը եւ արդյոք բավարար է ԿՊԵ-ականները նշում են, որ Կոպենհագենում կողմերը նույնաբովանդակ հայտարարություն են տարածել, որտեղ տեքստում նշվում է, որ թրիփը անցնում է Հայաստանի տարածքով եւ սրանով կարելի է այդ Զանգեզուրի միջանցքի թեման փակված համարել։ Դուք սա բավարար համարում եք Ալիևն այլևս չպետք է պարզաբանում ներկայացնի։ 44-օրյա պատերազմից հետո, երբ շրջանառության մեջ մտցվեց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի այդ ձևակերպումը, Թուրքիան, Ադրբեջանը, տարբեր փորձագետներ, երբ որ դրանք կիրառել են, դրանք ակնհայտորեն այդ մանրամասնություններով եւ տրամաբանությամբ ակնհայտորեն կապ չեն ունեցել այն երթուղու հետ, որը դուք ներկայացրեցիք, այսպես կոչված Հորադիսից Զանգելան ուղղության հետ, որովհետև այն մարդիկ, ովքեր աշխարհագրական տեսանկյունից պատկերացնում են քարտեզային առումով, թե ինչ ճանապարհի մասին է խոսքը, եւ հիշում են, թե այդ քննարկումները, որոնք շրջանառվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ, ինչ հիմնական կապի հանգույցների հետ են կապված, դրանք լրիվ այլ ուղղությունների մասին են, որովհետև այսպես կոչված միջանցքային տրամաբանությունը մշտապես քննարկվել է Հայաստանի տարածքով Ադրբեջանի եւ Նախիջևի ինքնավար հանրապետության կապի համատեքստում։ Ավելին ասեմ, եթե հիշեք, մի շրջանում բավականին ակտիվ քննարկում էր այն հանգամանքը, զուգահեռներ էր տարվում նաեւ իրանական այն հատվածի, որի միջոցով այսօր տեղի ունենում այդ նմանատիպ կապը եւ այլն, եւ այս տեսանկյունից իմ համար որևէ ձեւով տրամաբանական չի թվում այն հիմնավորումը կամ բացատրությունը, որը փորձվում է ներկայացվել։ Ավելի ես կարծում եմ, որ Ադրբեջանը սրա մասին պետք է շատ հստակ ասի, թե ինչի մասին է խոսում, եւ քանի որ նրանք են շրջանառության մեջ մտցրել այդ տերմինաբանությունը Թուրքիայի հետ համատեղ, եւ ի վերջո մեր հանրության համար հասկանալի լինելու համար, դրանք պետք է պարզաբանում ներկայացնեն, թե դա ինչի մասին է։ Եթե մենք լավ չենք պատկերացնում, եթե կա այլ ուղի կամ այլ երթուղի կա, որը մենք չգիտենք, ապա դրա մասին պետք է նրանք հայտարարեն։ Ես սրա հետ կապված մեկ բան եմ ուզում ավելացնել, քանի որ դուք խոսեցիք ՄԱԿ-ի ամբիոնից հնչած ելույթների մասով, երբ որ Ադրբեջանի նախագահի ելույթն էի նայում, իմ մոտ տպավորություն կար, որ այս ելույթը արվել է 2, 3, 4 տարի առաջ, եւ դրանից հետո տեղի չեն ունեցել Հայաստանի հետ որևէ բանակցություններ, չի եղել Վաշինգտոնյան այն պայմանավորվածությունը, որը փորձ արվեց այդպես մաքսիմալ լավատեսական դոզա ուղղել հասարակությանը եւ այլն։ Ավելին դրա, այսպես ասեմ, բառամթերքը նույնիսկ այնքան տարակուսալ էր, որ ոչ միայն ստացվեց, որ մեզ համար էր դա տարօրինակ, այլ նույնիսկ դրան Նիկոլ Փաշինյանն էր արձագանքում, որովհետեւ դա չէր բխում այն բոլոր հայտարարություններից, որոնք
հատկապես Վաշինգտոնյան պայմանավորությունից հետո իշխանության տարբեր ներկայացուցիչներ սրա մասին հայտարարել էին։ Հայաստանն ըստ էության ուղղակի եւ անուղղակի ձևով կրկին ներկայացում էր որպես կապիտուլյանտ, որպես ագրեսոր եւ այլն, որը բնականաբար ակնհայտորեն չէր բխում այն լավատեսական հայտարարություններից, որոնք նաեւ տարբեր երրորդ երկրներ սրա մասին հնչեցնում են։ Եվ սրա մասով մեկ այլ լրացում, երբ որ մենք խոսում ենք համաձայնագրի մասին Հայաստան-Ադրբեջան, որի նախագիծը ներկայացվել է, հանրայնացվել է, սրա հետ կապված տախտական շրջանում կար հետևյալ մոտեցումը, Ադրբեջանը նախապայման էր ներկայացնում Հայաստանի սահմանությունների փոփոխությունների համատեքստում եւ առնվազն այստեղ մեկ նախապայմանի մասին էր խոսվում, սակայն ես երեք տեսա, որ արտգործնախարար Միրզոյանը հարցազրույց էր տվել, ով չմանրամասնելով խոսում էր նախապայմանների մասին Ադրբեջանի առաջադրած, ինչը դեռևս պարզ չի, թե բացի սահմանադրության փոփոխության պահանջից Ադրբեջանը էլ ինչ նոր նախապայմաններ է ներկայացրել Հայաստանին, բայց իմ համար գոնե ակնհայտ է, որ այստեղ որոշակի խնդիրներ կան առաջացրած, նվազագույնը վերջին 1.5 ամսվա ընթացքում, որովհետև այն իշխանությունը, որը օրեր շարունակ օգոստոսի 8-ից հանրությանը որպես փաստ ներկայացնում էր խաղաղությունը եւ ասում էր, որ այլևս խնդիր չկա, իհարկե դա պետք է ջրել, խնամել եւ այլն, բայց որպես փաստ էր իրականություն է ներկայացնում այդ խաղաղությունը, նույն իշխանությունը ստիպված եղավ արձագանքելու Ադրբեջանի նախագահի բարձր ամբիոնից, ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած այն հայտարարությունները, որոնք ակնհայտորեն չէին բխում այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից։ 24 News. Արադ Միրզոյանը անդրադարձել է նաև թրիփին, նա նշել է, որ Հայաստան եւ Միացյալ Նահանգները նախապատրաստում են ստորագրել կոնսորցիում ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը, եւ այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների, այս մասով դուք ինչ ենթադրություններ ունեք, ինչ խնդիրներ կարող է լինել, արդյոք թուրքական ընկերություն կարող է լինել թե ոչ, քիչ առաջ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներն ասում են, որ դա երկու ստեկ պետք է որոշվի, բայց չբացառեցին, որ կարող է այդպիսի ընկերություն լինել եւ նաեւ Արադ Միրզոյանը նշել է, որ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար, ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի, սա ինչ կտա Հայաստանի եւ արդյոք համաձայնություն կլինի, որովհետեւ շեշտվում է, որ փոխադարձության սկզբունքով պետք է այդ ճանապարհների ապաշրջափակումը լինի։ Թրամփի երթուղու հետ կապված տարբեր հակասական մոտեցումներ կան, որոնք պաշտոնական մակարդակում է արտահայտվում։ Օրինակ, Թրամփը խոսում է վարձակալության մասին, դրանից առաջ հիշում եք Թուրքիայում ԱՄՆ դեսպաններ միջև այդ պայմանավորվածությունները որոշակի անոնսներ արել դրա հետ կապված։ Հետագայում հայաստանյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ ասում են, որ վարձակալության թեմա չկա կամ այս պահին չի քննարկվում դրա հետ կապված, այսինքն ինքը process-ը բարդ է եւ ծավալուն է ու այս պահին դրա հետ կապված կա բազմաթիվ հակասություններ։ Մեկ այլ հանգամանք, տեսեք, ռեգիոնալ ապաշրջափակման թեման մշտապես որ փուլերում է որ քննարկվել է բոլոր ճանապարհների բացման համատեքստում։ Ակնհայտ է, որ այս երթուղին առաջնահերթ բխում է Թուրքիայի եւ Ադրբեջանի առաջնահերթություններից, երկար ժամանակ նրանք փորձում են դա ստանալ, ավելին ամեն ինչ անում են, որպեսզի եթե նույնիսկ հնարավորություն է կա սուտ տնտեսական առումով հայկական կողմի համար որոշակի շահերի ապահովման տեսանկյունից, դրանք էլ մոտեցնեն նվազագույն են, մասնավորապես երբ որ քննարկվում էր եւ այս իշխանության ժամանակ եւ նաեւ տարբեր փորձագետների կողմից հետագայում ռեգիոնալ ապաշրջափակման համատեքստում ոչ միայն այդ Մեղրի առանցքի, այլ Մեղրիից Նախիջևանի տարածքով Երասխից արդեն դեպի Գյումրի, Գյումրից Թուրքիա այդ համատեքստը, տեսեք, 2 ամիս առաջ Թուրքիայի համապատասխան պաշտոնյան հայտարարեց, որ իրենք այս պահին քննարկում են Կարս, Իգդիր, Նախիջևան այդ երթուղու հանգամանքը, այսինքն ըստ էության Հայաստանը շրջանցող երթուղի է եւ արվում է առավելագույնս, որպեսզի եթե նույնիսկ գործարկվի այդ Մեղրիով անցնող այդ
ուղին, ապա դրա պայմաններում այդ բեռները կամ միջազգային բեռները հնարավորինս քիչ լինեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ըստ այդմ էլ Հայաստանի Հանրապետությունը այդտեղից նվազագույն շահույթներ ստանա։ Այսինքն ինչ է անում Ադրբեջանը ու Թուրքիան։ Իրենց համար կարևորը բնականաբար իրենց քաղաքական, ռազմական, տնտեսական շահերն են։ Այստեղ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի իրենք ստանալ առավելագույնը, իսկ թե ինչ կստանա Հայաստանը, իրենց համար բնականաբար որևէ խնդիր այստեղ չի լուծում։ Երկրորդը, եթե Հայաստանը ինքը մտածի իր շահերի մասին, բնականաբար այդպես չէր մոտենա գործընթացներին, ինչպես որ մոտենում է, որոնք արտահայտված են նաև այդ Վաշինգտոնյան պայմանավորվածություններում, որտեղ առաջնահերթը, ինչպես նկատում եք, ադրբեջանական շահերի առարկայական ներկայացումն է եւ այդ պայմանավորվածություններում արձանագրումը, իսկ ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Հայաստանի համար առաջնահերթ համարվող թեմաները դրանում այդպես էլ որևէ ամրագրում չեն ստանում։ Օրինակ, մխրճված հատվածներում, Հայաստանի Հանրապետության մխրճված հատվածներում 21, 22, 23 թվականների ժամանակահատվածում ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցը, որը թողնված է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին եւ ժամանակային առումով մեծ անորոշություններ են ներկայացնում գեյների, ռազմագեյների հետ կապված հարցերը եւ այլն։ Այսինքն Ադրբեջանը ոչ միայն այդ եղած պայմանավորվածություններով է փորձել առավելագույնը ամրագրել իր օրակարգային հարցերը, այլ հիմա էլ ակնհայտորեն ցույց է տալիս, որ նույնիսկ այն պայմանավորությունները, որոնք որոշակիորեն հայկական շահերը կարող են շոշափել, դրանք էլ այս պահին կասկածի տակ են։ Այլ հարցեր, խնդրեմ, կենտրոն։ Պարոն Աբրահամյան, քաղ պայմանագիրը այսպես բարբերաբար հայտարարում է Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ խաղաղությունն այլևս իրողություն է, եւ երեկվա հայտարարությունն էլ երբ որ ընդունվեց խորհրդարանում մեծամասնության քվեարկությամբ, այդ հայտարարության քննարկման ժամանակ քաղ պայմանագրի ղեկավարը հայտարարեց, որ խաղաղությունն այլևս փաստ է եւ դրա վկայությունն այն է, որ սահմանին այլևս զինվորներ չեն զոհվում, եւ եթե ընդդիմությունը չի մասնակցում այս քննարկմանը, նշանակում է խաղաղությանը դեմ են։ Կխնդրեմ նախ սրան անդրադառնաք եւ այդ արդյոք սա փաստ է, որ խաղաղությունը, եթե սահմանին կրակոցներ չկան։ Շնորհակալություն։ Նախ ես չեմ հանդիպել այնպիսի քաղաքական ուժի, ով խաղաղությունը, իրական խաղաղությունը կհամարի խնդիր եւ խոսա մշտական պատերազմների կամ պատերազմական ցիկլի մասին։ Սա մեկ Մեր մասնակցության հետ կապված, երբ որ հայտարարեց, որ խնդիր կա նաև դիրքորոշումներ արտահայտելու, օրինակ Հանրապետականը իր դիրքորոշումը արտահայտել է այդ թվում նաև Վաշինգտոնյան հանդիպումից հետո, բավականին ծավալուն տեքստով, կետային առումով, խմբակցությունը իր մոտեցումը այդ փաստաթղթի վրա արտահայտել է։ Մեր համար ակնհայտ էր, որ իշխանությունը փորձում է որոշակիորեն այսպես կոչված գործընթացի սնուցելը կամ խնամելը, ապահովել դրա համար անհրաժեշտ նաև քարոզչական ապահովման միջոցներով եւ փորձեց երկու ժամանոց քննարկման միջոցով հանրությանը նոր ուղերձներ հղել առայն, որ խաղաղությունը որպես այդպեսին արդեն իսկ եկել է այստեղ եւ այլն եւ այլն։ Իրականության մեջ ինչ մենք նաև այսօր ենք այստեղ խոսում, ՄԱԿ-ի ամբիոնում այդ հայտարարությունները, դրանից առաջ Ադրբեջանի նախագահի օկուպացված Քարվաճառում հնչեցրած հայտարարությունները սպառազինվելու մասին, Ադրբեջանի հաջորդ տարվա բյուջեի քննարկումները, մասնավորապես ռազմական բյուջեի շուրջ 4% աճը եւ այլն, ըստ էության խոսում են այն մասին, որ եթե Ադրբեջանը նույնիսկ չի պատրաստում պատերազմական գործողությունների, ակնհայտորեն մեծացնում է իր ռազմական ներուժը, խախտում առանց այդ էլ խախտված ռազմական բալանսը, որը այս ողջ ընթացքում մենք տեսել ենք օգտագործում է Հայաստանի նկատմամբ ճնշումների եւ այդ շանտաժի քաղաքականությանը զուգահեռ պահպանելու համար, եւ այս համատեքստում, գիտեք, մեկ բան է հայտարարել մի բան, որը ձեր ցանկությունն է, մեկ այլ բան է, թե իրականության մեջ դա այդպեսին է։ Յուրաքանչյուրը կարող է այս կամ այն ամբիոնի մոտ, միկրոֆոնի մոտ հայտարարի բաներ, որը լինի շատ մեծ ցանկություն, որը իրականության դրան չհամապատասխան է։ Իսկ խաղաղության եւ պատերազմի հետ կապված շահարկումները, որոնք ներկայացվեցիք նաեւ ձեր հարցադրման մեջ, իրականում մի փոքր այլ են։ Մեր տեսակետը մշտապես եղել է հետեւյալը,
Մենք բնականաբար մշտապես հանդես են գալիս խաղաղության օրակարգի եւ խաղաղ գործընթացների իրավիճակը խաղաղ հանգուցալուծման տանելու տեսանկյունից, բայց մենք որպես սկզբունք դնում ենք դրույթներ, որոնք պետք է ապահովեն այդ խաղաղությունը։ Եթե դու խոսում ես խաղաղության մասին, նույն իշխանությունը 21 թվականին խոսում էր ընտրություններից առաջ խաղաղության օրակարգի մասին, ասում էր խաղաղության դարաշրջան ենք բացում, եւ մինչ տարբեր մարզերում իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում էին նոր խաղաղության դարաշրջանի բացման մասին, ադրբեջանցիները զուգահեռ մայիս ամսին Հայաստանի Հանրապետության սահմանի տարբեր ուղղություններով ներխուժում էին Հայաստանի Հանրապետության տարածք։ Այն իշխանությունը, որ 21-ին եկավ եւ ասաց հանրությանը, որ ես եկել եմ խաղաղության օրակարգով, 21 թվականից հետո մենք 22 թվականի սեպտեմբերին ունեցանք դաժան պատերազմ տարածքային եւ մարդկային հսկայական կորուստներով, 23-ին ունեցանք տեղ գյուղի ուղղությամբ արդեն այդ շրջափուլում, 23 թվականին հանձնվեց Արցախը եւ այլն։ Այսինքն այն իշխանությունը, որը արդեն սրանից առաջ երկու անգամ խաղաղություն էր խոստացել մեր հանրությանը, վերեց նոր ողբերգություններ, նոր կորուստներ, որոնք արտահայտվեց ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասով։ Դեռ չեմ խոսում այն հազարավոր զոհերի մասին, որոնք 44-օրյա պատերազմին եւ դրան հաջորդած ագրեսիաների ժամանակ ցավոք արձանագրվեցին։